Տոնածառի ներքևի ճյուղերը այսպես սիրուն բացեցի, որ ձողը չերևա, բայց այս վերևի հատվածը չեմ կարողանում այնպես դասավորել, որ ձողը չերևա։ Բայց ոչինչ, այդ մասը թողնելու եմ վերջում, հիմա սկսելու ենք լույսերը անցնել տոնածառի վրա։ Պատվիրել եմ այսպիսի 200 մետրանոց լույս, կանաչ լարով է, ու ինձ թվում է 200 մետրը չհերիքի ինձ, բայց ամեն դեպքում եւս 200 մետր պատվիրել եմ, այնպես որ հաստատ խնդիր չի առաջանա զարդարելու հետ։ Ու եկեք արդեն սկսենք։ Ասեք, որ այս լույսերը շատ սիրուն են։ Հիմա սկսելու ենք այս ներքևի հատվածից, պես պետք է առանձին բոլոր ճյուղերը լույսով փաթաթենք։ Հատ խճճված ինչ-որ մի բան եմ արել ու ուզում եմ քանդեմ։ Ուզում ես քանդի, Ալինա ջան, դու չես հավաքողը, էլի դու չես տանջվողը։ Այսպես երևի թե ավելի սիրուն ստացվեց, կամ էլ չի երևում, որ էլի խճճել եմ։ Ու ի դեպ, չգիտեմ տեղյակ եք թե չէ, վաղը մանկական Եվրատեսիլն է։ Այսինքն, եթե այս հոլովակը վաղն եմ հրապարակելու, արդեն այսօր մանկական Եվրատեսիլն է։ Ու եթե պատահաբար ինձ հետևում են արտասահմանից հայեր, կխնդրեմ քվեարկեք մեր մասնակցի օգտին։ Հոլովակը նկարելուց հետո նոր իմացա, որ կարող են քվեարկել բոլորը, այնպես որ մուտք գործեք մանկական Եվրատեսիլի կայքը, նայեք 3 րոպեանոց հոլովակ բոլոր մասնակիցներով ու քվեարկեք մեր Ալբերտի օգտին։ Բացի մեր երկրի օգտին քվեարկելուց պետք է ընտրեք նաև 2 այլ երկրներ, ընտրեք ոչ այնքան ֆավորիտ երկրներ։ Համ Ալբերտը մեր մասնակիցը շատ տաղանդավոր է, համ ձայնը, համ երգը, չգիտեմ, ամեն ինչ շատ իդեալական է։ Ու ես միշտ եղել եմ Եվրատեսիլի ֆանատ, թե մեծերինը, թե մանկականը, միշտ շատ սիրով նայել եմ։ Ու հիմա էլ անհամբեր սպասում եմ վաղվան, որ նայեմ Եվրատեսիլը ու վստահ եմ, որ հաղթելու ենք։ Քանը զարդարելուց հետո հոգնեցի ու մնացածը կզարդարենք արդեն 3-րդ մասում։